Ինչ է մատրիցան։ Փաստեր, որոնք ապացուցում են մատրիցայի գոյությունը։ Այս գիտափորձը ամենահայտնի եւ առեղծվածային փորձերից մեկն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են մասնիկները, օրինակ ֆոտոնները կամ էլեկտրոնները, իրենց դրսևորում կախված այն հանգամանքից դիտարկում ենք արդյոք դրանց, թե ոչ։ Երբ գիտնականները արձակում են ֆոտոններ կամ էլեկտրոններ դեպի պատ, որի վրա կան երկու անցքեր, առաջանում է հետաքրքիր երևույթ։ Երբ այդ մասնիկների ընթացքին ոչ ոք չի հետևում, նրանք անցնում են երկու անցքերից եւ ձևավորում են բազմաթիվ գծապատկերներ։ Սա վկայում է այն մասին, որ մասնիկները իրենց դրսևորում են ինչպես ալիքներ, սակայն հենց որ տեղադրվում է հատուկ սարք, որը հետևում է մասնիկների ընթացքին, ամեն ինչ կտրուկ փոխվում է։ Ֆոտոնները կամ էլեկտրոնները սկսում են գործել որպես առանձին մասնիկներ եւ արտացոլվում են ընդամենը երկու ուղիղ գծեր, որոնք համապատասխանում են անցքերին։ Սա նշանակում է, որ մասնիկները գիտակցում են, որ իրենց դիտում են եւ փոխում են իրենց վարքագիծը, կարծես փորձելով խուսափել բացահայտումից։ Հենց այս փաստն է, որ շարունակում է զարմացնել գիտնականներին։ Ճիշտ նույն կերպ համակարգչային խաղերում, երբ խաղացողը շրջում է քաղաքում, համակարգիչը մշակում է միայն այն տարածքը, որը տեսանելի է։ Քաղաքի մնացած հատվածները չեն աշխատում, քանի դեռ խաղացողը չի շրջվել կամ մոտեցել դրանց։ Սա արվում է, որպեսզի խնայվի համակարգի ռեսուրսները։